Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 27-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 27-ին։ Որից նամակագրական կապի մեջ կլինեք, հնարավոր է փաստաթղթերն եք դասավորում, փաստաթղթերն եք հավաքում, գուցե գնում եք օտար երկիր, թե նաև տոմս է, կարող է երեխաների հետ է կապված, գնում եք ոչ միջոցառման, կամ դուք եք գնում նվիրելու համար, ինչ-որ կարող է ծրար է ներսում գումար, օրինակ։ Նաև դա ինչ-որ փաստաթղթեր կարող եք ստանալ այդ օրը, ինչ-որ ցուցակ եք կազմում, միգուցե գնում եք խանութ, ցուցակը դրա համար է հարկավոր։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև որևիցե տեղեկատվություն, ինչ-որ լուր կլսեք դրսում ապրող ձեր հարազատներից, միգուցե գալիս են, միգուցե ինչ-որ բան եք լսում, նաև դա մարդը աստղի նման փայլում է, ինչ-որ բան է տեղի ունենում, որ նա այդ օր այդպես փայլում է, և մի փոքր դժվար պահեր ունեք այդ օրը, դժվարություններ կան, կամ ինչ-որ բեռ է ձեր ուսերին, դուք պետք է անեք ինչ-որ բաներ, որ միայն դուք օրինակ կարող եք անել դա, նաև ինչ-որ փորձություններ են, որոնք որ կարող են գալ, կամ դժվարությամբ կարող է ինչ-որ մի բան անեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 27-ին։ Այդ օրը ոմանք կարող են գնալ ժամադրության, ինչ-որ նվերներ լինի, անակնկալ պահեր, ուրախ բարձր տրամադրություն, միգուցե պատրաստվում եք արդեն ամանորին դրա համար է այդ տրամադրությունը, կամ ծնունդ է սա, ինչ-որ արարողություն է ևս, որը ձեր տրամադրությունը բարձրացնում է։ Այդ օրը բավականին ոգևորված կլինեք, շատ գործեր կանեք, կավարտեք, այն ինչ որ մնացել էր, նաև կարող եք հյուրեր ընդունել կամ դուք գնալ հյուր, որից նորություն կլսեք այդ օրը, շատ կարևոր է ձեզ համար։ Եվ նաև այդ օրը կհանդիպեք որևիցե կնոջ, տեսնենք ով է, կամ կխոսեք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է, ընկեր է, ում կարող եք հանդիպել, նույն դեպս մի փոքր տարիքով է, կարող եք հանդիպել իրեն և խոսել։ Նաև ճանապարհ կարող եք գնալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 27-ին։ Այդ օրը ձեր երեխաների հետ կանցկացնեք, թոռների հետ կանցկացնեք, նաև սա հղիություն է, ծննդաբերություն է ոմանց համար, նոր կյանքի սկիզբ, նոր բիզնեսի սկիզբ, նոր ինչ-որ հնարավորությունների սկիզբ, կարող եք լսել նաև, որ գալիս են ձեր թոռները կամ ինչ-որ մեկի ծնունդը կարող է լինել, ինչ-որ մեկի երեխայի ծնունդը կարող է լինել նաև։ Այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, դռներ են բացվում, որ կարող եք շատ հանգիստ անել, մի փոքր այստեղ դժվարությունով կարող եք անել։ Դռները բաց են, բայց ձեզ փորձություն է տրվում։ Արդյոք կկարողանաք այդ փորձությունը հաղթահարել, թե ոչ։ Ոնց որ հեշտությամբ չի, դռները բաց են միգուցե և տեսնում են, թե դուք ինչպես եք դրանից օգտվելու այդ հաջողությունից։ Եվ այդ օրը ինչ-որ ծանր բեռը ձեր ուսերին է, միգուցե դուք պետք է անեք ամեն ինչ, դե կարող է այդ օրը բլինչիկի, չգիտեմ ինչերի օվնն է ձեզ համար, և այդպես ինչ-որ գործեր եք անում, կամ եթե տղամարդ եք, ապա ինչ-որ բան է այստեղ։ Նոր հաջողությունը տրվում է, հետևից դժվարությունը, որպեսզի կարողանաք հաղթահարել և այդ հաջողությունը ունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 27-ին։ Տան հետ կապված ոչ պահեր են, սա ինչ որ կարող է տունն եք դասավորում, միգուցե տան իրերն եք այսօր կողմ տանում, տոնածառն եք տեղադրում, կախված է հա ով ինչ է անում, միգուցե տոնածառը վաղուց եք դրել։ Դա կարող է լինել նաև տեղափոխություն, հյուրերի ընդունում տանը, կամ դուք կարող եք գնալ, հնարավոր է նաև սա առիթ է, կամ ձեր տանը, կամ ինչ-որ մեկի տանը, եւ պետք է գնաք այդ առիթին։ Եվ հայտորը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է այս տղամարդը, եւ այստեղ տղամարդուն տեսնած բավականին էմոցիոնալ կլինեք, կամ վաղուց չեք տեսել այդ տղամարդուն, նաեւ այստեղ կարող է լինել ոմանց մոտ սիրային ռոմանտիկ պահեր, ռոմանտիկ ժամադրություն, նաեւ ինչ-որ մի բան կարող է գաղտնիք է բացահայտում տղան, կարող է օրինակ սեր է խոստովանում կամ ինչ-որ մի բան, որ չգիտեք, կամ իր խոսելուց հետո մտածում եք ինչ-որ մի բան ոնց որ լիարժեք չասեց, ինչ-որ մի բան գաղտնի պահեց։ Եվ այդ օրը կորուստ է կամ այդ կնոջ վստահությունն եք կորցնում դուք կամ դուք եք այլևս չեք վստահում այդ կնոջը։ Նաև պետք է ուշադիր լինել, որ այս կինը կամ կարող է ստեղծել ձեզ համար մանր-մունր խնդիրներ, կամ կարող է լուծում է այդ խնդիրները։ Եթե ձեզ մոտ առաջացել է մանր-մունր խնդիրներ, միգուցե նաև ինքն է ձեզ օգնում այդ հարցում։ Եվ իհարկե կորուստը նաև հենց բառից բուն իմաստով ինչ-որ մի բանի կորուստ է, պետք է ուշադիր լինել այդ կնոջից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուզներին դեկտեմբերի 27-ին։ Շատ աշխատանք կունենաք այդ օրը, կարող է աշխատում են դեռևս, նաև սա բարձրոնք է կարիերայում, ձեր գործունեության մեջ, կամ շատ աշխատանք է, կամ նաև կարող եք այցելել որևիցե կենտրոն, օրինակ բժշկական կենտրոն կամ որևիցե եթե բաց են դեռևս, որպեսզի ինչ որ գործողություններ դեռ անեք։ Նաև դա պաշտոնի բարձրացում է, միգուցե ձեզ ասում են, որ պատրաստվում եք ոնց որ դրան, երկուշաբթի օրվանից կամ ամանորից հետո արդեն որևիցե փոփոխություն է տեղի ունենալու ձեր պաշտոնում։ Նաև այդ օրը ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանք նաև գաղտնիք կարող են լսել, գաղտնիք իմանալ, բացահայտվի որևիցե գաղտնիք ձեզ համար, եւ կյանքի էջը կարող է նաև փոխվել, հա, եթե այնտեղ ինչ-որ կարիերային փոփոխություն է տեղի ունենում, նաև դա տեղի կունենա ձեր կյանքում ոնց որ կփոխեք այդ էջը եւ այլևս դրան այդպես չեք ապրի։ Եվ ինչ-որ մի բանի կորուստ է այստեղ, տեսնենք ինչի կորուստ է։ Մանր-մունր խնդիրներ են ընդհանրապես ստեղծում։ Այդ խնդիրները ոնց որ ձեզ անհանգստություն են տալիս։ Ինչ-որ մանր-մունր խնդիրներ կամ անհանգստանում եք, որպեսզի այն չկորցնեք։ Որովհետև ինչ-որ պահեր են այստեղ։ Այդտեղ ինչ-որ մեկին չի կորցնելը։ Նաև այստեղ խոսելու ընթացքում պետք է կարողանաք ճիշտ ձևակերպել ձեր խոսքը, որպեսզի եւս հեղինակության հետ կարող է կապված է դա, որպեսզի հեղինակությունը նաև չկորցնեք։ Որտեղ դա կարող է բամբասանք է եւ այլն ձեր հետ կապված։ Եվ այնպես լինի, որ ոնց որ ձեր հեղինակության վրա ազդի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 27-ին։ Օձեր են, հնարավոր նաև չար մարդիկ են, ովքեր որ ինչ-որ չարություններ են ուզում անել կամ նախանձում են, նայեք, նույնն է դուրս եկավ, մտածեցի կարող է ինչ-որ իմաստություն է։ Կամ իրոք կարող է իմաստություն է, որ մի փոքր խորամանկ լինեք այդ օրը ինչ-որ մի գործեր անելու համար, միգուցե խոչընդոտներից ազատվելու համար։ Իսկ նաև կարող է լինել այստեղ եւ օձը, եւ խորամանկ, եւ գայթակղում է հենց խորամանկությամբ, ինչ որ մի բան, ինչ որևիցե մի ոլորտում։
չգիտեմ ինչ կարող եք անել այդ օրը, այս աղվեսը այդտեղ է լինելու, օծի հետ միասին կամ հենց ինքն է ցույց տալիս։ Իմաստուն պետք է լինեք, որպեսզի այդ խաբեբաներին կարողանաք հանդուրժել, դիմակայել։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Գուցե նվեր գնելու հետ է կապված, միգուցե տրամադրության այստեղ անկում է մի փոքր, կարող է օծերն են անում։ Նաև սա անակնկալ է, որ կարող է ստացվել, դա մա լավ պատրաստվեք, եթե ինչ-որ անակնկալ եք ուզում անել մեկին, նվերը բացահայտվի օրինակ։ Եվ նաև սա ժամադրությունը, որը կարող է եւս էլի ոնց որ չի ստացվում գնալ։ Տեսնենք ով է այս կինը։ Դա անդամ, ընտանիքի անդամ է։ Դե ծնողն է եւ այլն, ում հետ կարող եք նստել խոսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 27-ին։ Գումար կամ կստանաք, կամ նաև գումար կծախսեք այդ օրը։ Եվ նոր կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար, նաև ինչ-որ հասուն կզգաք, որ ավելի հասուն եք նայում ինչ-որ մի հարցի։ Նաև սա լավ շրջապատ է, որ այդ օրը կարող եք գտնվել, ինչ-որ մարդկանց միջև, սպասեք տեսնեմ, այս ինչ է ասում։ Նաև սա պետական աշխատողներն են, կարող է նաև դուք եք, այստեղ ինչ-որ պաշտոն եք ստանում կամ նմանատիպ մարդկանց մեջ կարող եք լինել այդ օրը։ Եվ եթե խոչընդոտներ կան, ապա այդ խոչընդոտները կկարողանաք հաղթահարել։ Շատ հանգիստ։ Միգուցե ձեր շրջապատը ձեզ ոնց որ օգնի այդ հարցում։ Բայց ամենայն դեպս այստեղ կարողանաք յուրաքանչյուր խոչընդոտ լուծել, այդ խնդիրը լուծել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 27-ին։ Ոմանք հարսանիքի են այդ օրը, ոմանք ճակատագրական քայլ են անում, հենց ձեր հարսանիքը կարող է լինել։ Միգուցե ճակատագրական քայլը նաև որից է գործարք կնքելն է, նաև հեռացումը, դա եւս կարող է լինել։ Եվ դժվարություններ կան, մի փոքր դժվարություններ կան այդ օր, կարող ինչ-որ մեկին կարող եք հանդիպել ճակատագրով, որի հետ նաև կարող եք ամուսնանալ հետագայում։ Եվ այդ օրը բավականին շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ եւ նաև լեզվակռիվ է, սա պետք է ուշադրություն դարձնեք, ով լեզվակռիվն է ամեն ինչի պատճառը։ Նաև դա կարող է լինել բամբասանք, որ բամբասում են օրինակ ձեր ամուսնական կյանքի հետ կապված, ձեր հարաբերությունների հետ կապված, այդպես, ինչ որ պահեր են։ Այսքանը ձեզ համար։ Կամ հարսանիք եք գնացել այնտեղ են բամբասում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 27-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև կարող է հեռվից ինչ-որ մի տեղեկատվություն լսեք, ինչ-որ տեղեկություն լսեք որևէ մարդկանց մասին կամ ովքեր որ գտնվում են հեռվում։ Նաև սա աստղի նման փայլել է, որ մարդը կարող է փայլել, այդ օրը եթե ցանկություն ունեք պահեք այդ օրը։ Եվ ինչ որ բանի կորուստ է, նաև մանր-մունր խնդիրներ են սրանք։ Ինչ որ մի բան է գնալու ձեր կյանքից։ Կամ ինչ որ մեկը, որ ապրում է օտար երկրում։ Ձեզանից հեռու է։ Կամ հեռու բարեկամ է։ Նաև սա ուղղակի ինչ որ մի բան կարող գնալ ձեզանից, դուք դա կորուստ համարեք։ Այ որ կորցրել եք այդ, բայց դա ոնց որ նորի համար տեղ է բացում։ Եվ այդ օրը ոնց որ մեկ ակնթարթ հաջողություն կունենաք։ Ինչ որ մի բան կանեք, դրանում հաջողություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։
Ինչ է սպասվում այդ աղջուրներին դեկտեմբերի 27-ին։ Գումար եք ստանալու, նաև կարող եք գումար ծախսեք այդ օրը։ Տեսնենք, հանդիպում որևիցե կնոջ եմ, տեսնենք ով է։ Ընկեր է ձեզ համար, հետ կարող եք հանդիպել մի փոքր նաև տարիքով մեծ է, եւ տեսնենք այս աղվեսը դուք պետք է լինեք այսպես խորամանկ, թե ինքնախորամանկ։ Միգուցե տան հետ է կապված սա, կամ տեղափոխության, կամ տան իրեր գնելու, միգուցե ինչ-որ խորամանկություն, կամ ինչ-որ մեկն է այդպես մտնում ձեր տուն խորամանկ, եւ ձեր հետ է կարող անցկացնել աման օրը, կամ մտնում է ձեր կյանք, մտնում է ձեր ընտանեկան կյանք, փորփրի, տեսնի ինչ կա, որ գնա այստեղ այնտեղ բամբասի։ Նաև սա դուք կարող լինեք փոքր խորամանկ ընտանիքում, տան հետ կապված նվերներ ընտրելուց կամ նվերներ ստանալուց, այդպես կարող է ինչ-որ պահեր են, ես չեմ կարող սա անել, մատերս ցավում է, աղցանը չեմ կարող կտրտել կամ նմանատիպ ինչ-որ պահեր են սա, որ կարող է այդ օրերին անեք, որ դե շատ գործ չանեք։ Կամ տանից դուրս գաք, գնաք չգիտեմ որտեղ օրը անցկացնեք դրսում։ Դե եւ մի մոռացեք, որ սա նաեւ կարող է լինել խաբեբա տան հետ կապված հարցերում, արքուվաճառք, այնտեղ վարձակալություն եւ այլն։ Դե այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 27-ին։ Ուրախ բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, որովհետև ոլորտը ձեզ մոտ կայունանալու միգուցե դա է ձեր տրամադրության բարձրացման իմաստը, ինչը, մի բան է, որ բարձրանում է տրամադրությունը։ Նաև դա ինչ-որ մի բան ավելի ամրանալն է, կամ գործի վայրում, աշխատանքի վայրում, կամ բիզնեսը ինչ-որ մի բան ոնց որ ավելի ամրապնդվում, ոնց որ ավելի մխրճվում, եւ նաև փոփոխություն է մտնելու ձեր կյանք։ Սա նաև կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, նաև տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, մեկ այլ բնակարան, ինչ որ ձևով փոփոխությունը, սա լավ փոփոխություն է, որը մտնում է ձեր կյանք։ Ինչ որ մի բան է ձեզ մոտ կայունանում, ֆիքսվում եւ դրանով էլ հենց այդ փոփոխությունն է տեղի ունենում։ Նույն դեպս լավ օր է, ինչ որ մի բան է տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 27-ին։ Այդ օրը բավականին շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, հնարավոր է նաև բամբասանք է, խոսակցություն է, լեզվակռիվ է։ Եվ այստեղ պետք է ուշադիր լինեք լեզվակռվի պատճառով կարող է նաև այդտեղ ինչ-որ պահեր լինեն, որ հետո արդեն կզղջակ դրա համար։ Դրա համար պետք է ուշադիր լինել։ Այստեղ շատ, որտեղ կարող եք կորցնել նաև տվյալ անձնավորությունը։ Նաև ինչ-որ մի բան է այդ օրը ձեզանից գնալու, նոր բանի համար, տեղ բացելու համար, ինչ որ գնում է պետք է բաց թողնեք, կարող է դրա համար եք անհանգստանում, մի փոքր անհանգստություն կա։ Եվ տեսնենք ով է այս տղամարդը։ Այս տղամարդը կամ ճանապարհ է, կամ գալիս է ձեզ մոտ, կամ դուք եք գնալու իր մոտ, կամ միասին եք ճանապարհ գնալու, կամ այս տղամարդուց կարող է որ մեքենա գնեք, շարժական գույք, մոտո եւ այլն, հա, կախված է թե ով ինչ է սիրում։ Նաև դե իրար հետ կարող եք երկար ճամփորդության եք գնում, կարող ձեր ամուսինն է, ձեր տղան է, գնում եք հեռու ճամփորդության։ Կամ դե ինքն է հեռվից գալիս։ Եթե օտար երկրում է, այստեղ կարող է այդպես գալիս է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։